տեղեկատվողներ կան պաշտպանական կողմին, խնդրեմ։ Կարճ ուղղակի հակիրճ։ Պատվարժան դատարան իրականում տեղեկացված էի պարոն Խուդոյանի նման միջնորդության մասին եւ կցանկանայի կարճ շեշտադրումներով միանալ գործընկերոջս միջնորդությանը, բայց ես կարծում եմ մենք այս հարցում պետք է որդեգրենք սկզբունքային մոտեցում։ Կվերաբերի պաշտպանության կողմին քավլիցի, կվերաբերի մեղադրանքի կողմին կրկին նույն մոտեցումը պետք է որդեգրենք։ Մի քանի րոպե առաջ հանրային մեղադրողներից մեկի կողմից կատարված հայտարարությունը դա անհարգալից վերաբերմունք էր դատարանի նկատմամբ։ Քանի որ եթե դատավարության որևէ մասնակցի նկատմամբ կատարվում է այնպիսի հայտարարություն, որը վիրավորական է, ապա դա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է դատարանի նկատմամբ։ Երբ նման հայտարարություն արվում է սրբազանի հասցեին, անկախ այն բոլոր հնարավոր մեկնաբանություններից, որ այստեղ գոյություն ունի նաև դատավարական կարգավիճակի հարց եւ այլ, ես վստահ եմ, մենք դա այնքան ունենք մեր մեջ կամք դնելու մի կողմ։ Հանրային մեղադրողի կողմից արված արտահայտությունը, որ թող պաշտպաններից հարցնի իմանա եւ այլն, նման ձևով ձևակերպեց ու վիրավորական ձևակերպեց, ընդունելի ձևով չձևակերպեց։ Ես առնվազն նույնիսկ կարող եմ ասել, որ պարոն Հովհաննիսյանի պարագայում դա նույնիսկ զարմանալի էր, որովհետև իսկապես նույնիսկ այսպես կձևակերպեմ, հնարավոր է մեր կողմից ավելի սուր գնահատականներ հնչեցվում են, որ այսպիսի նախադասություն կարող է հենց բարձրաձայնվի հանրային մեղադրողների կողմից նույն սանկցիայի վերաբերյալ։ Բայց մենք մի մեծ տարբերություն ունենք։ Մենք ի վերջո պաշտպանում ենք ակնհայտ ապօրինի կալանքի պայմաններում գտնվող անձանց։ Դուք պարզապես պաշտպանում եք մեղադրանք, այն էլ առանց հիմքերի։ Պատվարժան դատարան, ես խնդրում եմ դատավարական սանկցիան կիրառել։ Ես անկեղծորեն եմ պատվարժան դատարան։ Եթե սանկցիա չի կիրառվում, խնդրում եմ ինձ հստակ պարզաբանել, ինչի սանկցիա չի կիրառվում։ Եթե պարոն Հովհաննիսյանը գտնում է, որ ինքը որևէ վիրավորական կամ նվազագույն, այսպես ասած, այդ շեմը չհաղթարող արտահայտություն արել, թող խնդրում եմ դա հիմնավորի։ Բայց եթե մենք դատական նիստերի դահլիճում պետք է ունենանք անհարգալից վերաբերմունք, ու սա էլ եմ ուզում հատուկ ընդգծել։ Իմ պաշտպանյալը Արտուրն Սարգսյան, ազգային ժողովի падգամավոր, կարող եմ ասել իր հանդուրժողականության աստիճանը քննադատական խոսքին անհամեմատ ավելի բարձր է։ Ես կարծում եմ, թողների ինձ իմ ընկերը, բայց նույնը չի, ինչ մի բան մեզ ասել, ինչ մի բան սրբազանին ասել։ Անկեղծորեն եմ ասում։ Եկեք խնդրում եմ պատվարժան դատարան նշված հարցը կարգավորենք։ Այս հարցի վերաբերյալ եթե կարգավորումը չունենանք, անկեղծորեն եմ ասում, ես դիրքորոշում չեմ հայտնի Խուդոյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ, որտեղ չի կարա այդ տրամաբանության նիստը ընթանա։ Պաշտպանական կողմ